Հարգելի գործընկերներ, քննարկում ենք պարոն Թունյանի թեկնածությունը։ Պարոն Թունյանը մասնագիտական բավականին բարձր փորձ ունի եւ փորձը բավականին մեծ է։ Փաստացի նախորդ երկու գումարումներում Բաբկեն Թունյանը եղել է հանձնաժողովի նախագահ եւ այդ առումով հրաշալի տիրապետում է իր գործին։ Այստեղ հարց հնչեց Բաբկեն Թունյանին, թե դուք չեք ներկայացնում ձեր ելույթում, եթե ճիշտ եմ հիշում ձևակերպումը, ապագայի մասին չեք խոսում։ Հարգելի ընդդիմություն, մենք մեր ապագան այսօր է, որ ունենք այն ցուցանիշները, որ բերել է մեր կառավարությունը այսքան տարի այստեղ քննարկել ենք եւ ունենք կատարողական այնպիսի ցուցանիշներ, որը հիմա կներկայացնեմ։ Իսկ ապագայի, այսինքն առաջիկա 1 տարվա ցուցանիշների եւ մեր ձեռքբերումների կամ հետո արդեն ձեռքբերումների մասին կխոսենք մյուս տարի մեր մյուս կատարողականի ժամանակ։ Նախորդ տարիներին Հայաստանի տնտեսության իրական հատվածում հարյուրավոր միլիոն դոլարների ներդրումներ են կատարվել, դուք ներդրումներից եք խոսում։ 25-ին 93 միլիարդ դրամի օտարերկրյա ուղղակի ներդրում է եղել։ Գիտեք, նայենք արհեստական բանականության գործարանի կառուցման համար 500 միլիոն դոլարի ներդրում է արվել եւ առաջիկայում հայտարարվել է 4 միլիարդ դոլարի ներդրումի մասին եւս։ Ուսը արվում է ժամանակակից ու տեխնոլոգիական ամենակարևոր ճյուղերից մեկում։ Նախկինում այս ներդրումները բացառված կլինեին իհարկե, եթե դրա փոխարեն ավելի շուտ խաղատուն եւ հյուրանոցներ կկառուցեին։ 18-ի համեմատ Հայաստանում 18-ից առ այսօր 300,000-ից ավելի նոր աշխատատեղ է ստեղծվել, որոնց մի մասը, մեծ մասը նորաստեղծ է։ Իդեպ սա ձեր սիրելի 300,000-ը չէ, բայց մենք 18-ից մինչև այսօր 300,000 նոր աշխատատեղեր ունենք։ 2017 թվականին Հայաստանի հնան 5 տրիլիոն 564 միլիարդ է եղել։ Այսօր Հայաստանի Հանրապետության 25 թվականի արդյունքներով 11 տրիլիոն 342 հազար է, կրկնակի աճ։ 17 թվականի միջին ամսական աշխատավարձը 117,000 դրամ է եղել։ Այս 25 թվականի տվյալներով 303 հազար դրամ է։ 2017 թվականի պետական բյուջեի հարկային եկամուտները կազմել են 1 տրիլիոն 158 միլիոն։ Այսօր 25-ի հարկային եկամուտները հասել է շուրջ 2.5 տրիլիոն դրամի, 21 անգամ ավելացել է։ 2017-ին իրականացրել է 430 միլիարդ դրամի շինարարություն։ 25-ին եղել է 811 միլիարդ դրամի։ Հուսամ այս թվերը, որ կարծում եմ, պարզ է, չէ՞, որ կրկնակի եւ ավելացել է շրջանառությունը։ 17 թվականին աղքատեր բնակչության 25.7%-ը, ծայրահեղ աղքատ 1.4։ Այսօր նորից կկրկնեմ, մենք ծայրահեղ աղքատությունը հասել է պատմական ամենացածր մակարդակի 0.6%-ի։ 2017 թվականի ավարտին Հայաստանի համախառն միջազգային պահուստները 2.3 միլիարդ դոլար էին։ Այս տարվա հուլիսի տվյալներով 6 միլիարդ 188 միլիոն դոլար։ Պահուստները գրեթե եռապատկվել են։ 2017 թվականին Հայաստանի քաղաքացիները բանկերից վերցրել էին, դուք հնչեցնում եք վարկերը, հարգելի ընդդիմություն, վերցրել էին ընդհանուր 111 միլիարդ դրամի հիփոթեկային վարկ։ Այսօր 26 թվականի տվյալներով ավելացել է գրեթե 16 անգամ, հասնելով 1 տրիլիոն 706 միլիարդ դրամի, բայց դա հիպոթեկային վարկ է, 1 տրիլիոն 706 միլիոն դրամի։ Սա նշանակում է, որ մեր տասնյակ հազարավոր քաղաքացիներ վերջին տարիներին դարձել են ուղղակի անշարժ գույքի սեփականատերեր, ինչը վկայում է նաև նրանց վստահության մասին, պետության հանդեպ նրանց վստահության մասին։ Նույն պատկերն է նաև բիզնես վարկերի դեպքում։ Արդյունաբերության, գյուղատնտեսության, շինարարության բոլոր ոլորտներում ավելացել են վարկերը, որտեղ բիզնես վարկեր են մարդիկ վերցնում։ Մարդիկ ընդլայնում են իրենց բիզնեսը, ինչի արդյունքում ունենք նաև տնտեսական բարձր աճ։ Եթե
Օրինակ, որտեվ Հայաստանում նախ վերացել են արտոնյալները, մոնոպոլիաները, փայ մտնելու, չգիտեմ, շուկաները գրավելու մեկ անձի կողմից բոլոր այդ բարքերը վերացել են եւ այսօր քաղաքացին գիտի, որ ինքը աշխատում է օրենքի դաշտում եւ օրենքը եւ պետությունը կանգնած են իր կողքին։ Բացի այդ, գիտի, որ նաեւ պետության տրված հարկերը եւ միջոցները չեն գնում մի քանի հոգու դղյակներ կառուցվելու վրա։ Դրանք ուղղվում են պատմական ծավալների հասնող կապիտալ ծախսերի, կառուցվում հիմնանորոգվում են դպրոցներ, մանկապարտեզներ, բժշկական կենտրոններ, ճանապարհներ եւ դրանց թիվը հասնում է հարյուրավորների, ջրամբարներ եւ այլ ենթակառուցվածքներ։ Եվ սրանք ուղղակի շինարարություններ չեն, այլ մեր վաղվա տնտեսական աճի հիմքերն են։ Ու հիմա երբ գալիս եւ այստեղից խոսում եք աղքատությունից, պարտքից, չգիտեմ, ինձ մոտ դիսոնանս է։ Գիտեք ինչու, որովհետեւ դուք ունեցել եք այդ հնարավորությունը այս ամենը անելու։ Ձեր հայրերը, ձեր հետ կապված մարդիկ, ձեր քաղաքական ղեկավարները եւ այն ժամանակ դուք լուր վայելել եք այդ ամենը։ Հիմա եկել եք ուղղակի խոսում եք, արձանագրում եք, ձեր երազած միգուցե թվերի մասին եք խոսում, բայց մենք քայլ առ քայլ առաջ ենք գնում։ Ու այսպես լինելու է միշտ եւ այո, թալանողները պետք է պատասխան տան եւ դա բնավ չի բնութագրում եւ չի բնորոշում ձեր ասածը, որ այդ գումարները վերադարձվում են պետությունը ներդրումներ է անում եւ պետական բյուջեն շարունակելու է ավելանալ, տնտեսությունը զարգանալու է եւ իրական աճ ենք ունենալու, իսկ Հայաստանի Հանրապետության բնակչությունն ու այդ ամենը բնակչությունը իր վրա զգալու է այդ ամենը պետական ամենատարբեր ծրագրերով, աշխատավարձերի եւ թոշակների աճով, կառուցվող դպրոցներով եւ ճանապարհներով։ Շնորհակալ եմ։ Հավանիչ տեսանյութ եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։